Այս անգամ այս ցույցը այնքան կառավարության դեմ չի, որտեղ իր հարցը պարզ է։ Իրենք օրինախախտ են 4 հստակ հոդվածներով, ես հետո կասեմ որոնք են, Նիկոլ Փաշինյանը ենթակա է 2-ից 10 տարվա ազատազրկման, նաև իր ենթակաները 4 հոդվածներով։ Եթե կհիշեմ կասեմ, չեմ հիշի դուք կասեք, բայց մենք այստեղ ենք որպեսզի այն քաղաքական ուժերին, որ ասում են, թե իրենք գնալու են ընտրությունների, մի հատ իրենց հարազատի պես ասենք, սիրելի հանճարներ, դուք կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի խախտման պայմաններում գնում եք կուսակցությունների ընտրությունների, գիտեք, որ հանճարեղ եք, գիտեք, որ շատ մեծ եք, բայց մեր բանջարը ձեր հանճարին չի վնասի, էլի։ Մի հատ ձեր ուղեղները շարժեք։ Եթե կուսակցությունների մասին օրենքը խախտվում է, կոպտորեն, մինչև 10 տարվա կալանքի նախապատրաստումով, ապօրինի աշխատավարձներ, ապօրինի վարձատրություն, տալ, ստանալ, իշխանության չարաշահում, անփութություն, ինքնիրավչություն, սրանցից ամեն մեկը առանձին ծանր քրեական հանցագործություն է, որոնք բոլորը իրար հետ եւ առանձին համարվում են կոռուպցիոն հանցանքներ։ Ուրեմն սիրելի հանճարեղ, գերհանճար, գիտեք, չեն շախմատիստը որ խաղում է, ասում է ես 4-րդ քայլն եմ հաշվում, բայց մոռանում են, հանճարները մոռանում են առաջի քայլը։ Սրանք ասում են, ընտրությունների գնալու ենք, ընտրություններում եթե խախտումներ լինի, մենք հետո դրա դեմ կպայքարենք, պահ։ Որ այսօր արդեն խախտում են, եթե այսօր արդեն կուսակցությունների մասին օրենքը գետնով են տվել, սահմանադրական օրենքը, բայց ձեր ուղեղը, ձեր հանճարեղ ուղեղը չի հասկանում, որ 4-րդ քայլը հաշվելուց առաջ, առաջի քայլն էլ արժեր հաշվել։